2026-ին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջաստ Եվրամիության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալություն։ Երևանում անցկացվել է Հայաստան ու Եվրաջաստը ինչպես փոխգործակցել Եվրաջաստի հետ համագործակցության հարցերով Հայաստանից գործուղված դատախազի հետ թեմայով կլոր սեղան քննարկումը։ Մենք արդեն ավարտել ենք բոլոր կազմակերպական աշխատանքները, այդ թվում ֆինանսական, որոնք անհրաժեշտ են առաջիկայում մենք նախատեսում ենք 2026 թվականի ընթացքում Եվրաջաստ գործուղելու համար Հայաստանի Հանրապետության լիազոր դատախազին, որը կներկայացնի մեզ այս կարևոր կառույցում Հայաստանի իրավասու մարմինների և Եվրաջաստի միջև գործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել էր Բրյուսելում 2024 թվականին։ Եվրաջաստը տարբեր երկրների դատախազությունների և իրավապահ այլ մարմինների հետ բացահայտում է անդրազգային հանցագործությունները։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները, հնարավորությունները և ինչու՞ չէ նաև դատախազի կերպարը միջազգային չափորոշիչներին։ Գործուղված դատախազը Եվրաջաստի միջոցով իրավական աջակցություն կցուցաբերի Հայաստանի դատախազությանը։ Կլոր սեղան քննարկմանը մասնակցել են Նորվեգիայից և Ուկրաինայից Եվրաջաստ գործուղված դատախազները, Նիդերլանդների միջազգային իրավական համագործակցության կենտրոնի ծրագրի ղեկավարն ու այլ ներկայացուցիչներ։ Հայաստանը հասել է մի կետի, որին շատ քիչ երկրների է հաջողվել հասնել։ Դուք շատ բարդ ճանապարհ եք անցել և այսօր արդեն մենք անհամբեր սպասում ենք ձեր լիազոր դատախազին Եվրաջաստում։ Քննարկումն իրականացվում է Նիդերլանդներում գործող միջազգային իրավական համագործակցության կենտրոնի հետ գործակցությամբ աջակցել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։ Հայաստանը Նիդերլանդների համար կարևոր գործընկեր է։ Վստահ կարող եմ ասել, որ մեր երկրների միջև առկա է ռազմավարական գործակցություն։ Քննարկմանը ներկայացվել են գործակցության հարցերով դատախազների հետ աշխատանքի առանձնահատկություններն ու հնարավորությունները, Եվրաջաստի գործիքակազմից օգտվելու օպերատիվ տեղեկատվության փոխանակման նպատակով Եվրաջաստին դիմելու կարգն ու պայմանները։ Մկրտչյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։